Կարծում եմ, որ Ադրբեջանը սպասում է, մշտապես խոսել ենք միջազգային ասպարեզում իրավիճակի փոփոխությանը, օրինակ Ռուսաստանի, որովհետև Ռուսաստանն է կարևոր տարածաշրջանում, բոլորս գիտակցում ենք, որ այսօր Ռուսաստանն է, որ կարող է հրահրել Ադրբեջանին։ Հիմա Թուրքիան փորձում է Եվրոպայի հետ հարաբերություններ կարգավորել, տեսանք Ֆրանսիայի ղեկավարի զրույցը Էրդողանի հետ, բացի այդ Էրդողանը հակադրվում է Ռուսաստանին Ուկրաինայում, Սիրիայում, Իսրայելի հետ ունի խնդիրներ, հիմա Թուրքիան տարված է նաև իր ներքաղաքական հարցերով։ Այստեղ Ռուսաստանն է, որ կարող է Ադրբեջանին օգնության հասնել, իրենց համար այդքան ցանկալի նոյեմբերի 9-ի 9-րդ կետի կատարման համար, բայց Ադրբեջանը սպասում է հասկանալու ինչպես կավարտվի Պուտին-Տրամփ հարաբերությունների խորացումը, հակառակ էֆեկտը կլինի, թե կշարունակեն խորանալ։ Եվ դրանից հետո նոր կգնա էսկալացիայի։ Էսկալացիայի իմ կարծիքով դա չի լինի լայնամասշտաբ պատերազմ, կլինի կոնկրետ հարձակում, կոնկրետ ուղղությամբ, որը իրենց անհրաժեշտ է։ Ինչ վերաբերում է այս կրակոցներին, փորձում են Հայաստանի հասարակությունը պահել տեղեկատվական շանտաժի մեջ, վախի մթնոլորտում, սա հիբրիդ պատերազմի մաս է կազմում, որպեսզի հանրությունը անընդհատ սպառնալիք զգա եւ չկարողանա զբաղվել իր ներքին խնդիրներով, արտաքին մարտահրավերներով, անընդհատ ասեն, որ ահա պատերազմ կարող է լինել, այսպես վախի մեջ պահել հայ հասարակությանը։